Վաղը Երևանի ավականին հերթական նիստն է հրավիրել, որի օրակարգում 24 հարց են ընդգրկված։ Ավականին շարունակում է օրակարգում ընդգրկված հարցերը քննարկել փակ չզեկուցվող ձևաչափով։ 24 հարցերից միայն 2-ն են զեկուցվող։ Ի թիվս այլ հարցերի ավականու նիստի օրակարգում ընդգրկված է նաև ընդդիմադիր Մայր Հայաստան խմբակցության նախագիծը, որով առաջարկում են մինչև 2026 թվականը կասեցնել տրանսպորտի 150 դրամ ուղևարձը, որն ուժի մեջ էր մտել փետրվարից։ Ընդդիմադիրներն առաջարկում են տրանսպորտի սակագինը պահպանել 100 դրամ եւ նոր սակագնի շուրջ քննարկումներ սկսել։ Նախագծի մանրամասների վերաբերյալ Եվրոմեդիա լրատվամիջոցը զրուցել է Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցության ղեկավար Մանուկ Սուքասյանի հետ։ Մենք նույն նախագիծը մուտք ենք արել եւ կանխատեսում ենք, որ պետք է սկզբից սա քննարկվեր, կասեցվեր հանքացումները, մինչև քննարկվեր 17000 երևանցու ստորագրությամբ նախագիծը, որը սահմանում էր 100 եւ ավելի ցածր դրամ։ Բայց իրենք, չգիտեմ, անփութության հետևանքով թե մտածված վերեցին սկզբում նա, հետո սա։ Բայց ժամանակագրությունը իր հերթին, գործընթացը որպես այդպեսին կրկին տրանսպորտին է վերաբերում եւ իրենք ուզած-չուզած ապրիլի 22-ին վերստին անդրադառնալու են տրանսպորտի գնագոյացման իրենց փաստարկներին, եթե այդպիսի կան եւ ստիպված են լինելու լսել մեր թվաբանությունը, մեր վիճակագրությունը եւ Երևանցին հերթական անգամ կհամոզվի, թե որ քաղաքական ուժը ինչ սկզբունքներով է առաջնորդվում, ով է Երևանցու կողքին, իսկ ով է առաջնորդվում ամեն կերպ բնակիչներին տուգանքի մատերիալ դարձնելու եւ նրանց գրպանը մտնելու անհագ մոլուցք։ Պարոն Սուքասյան, նախագծի հիմնական դրույթը, ինչպես հասկանում ենք, այն է, որ չեղարկվի թանկացումը ու մնա դրամ։ Թանկացումը մինչև 26 թվականի մարտի 1-ը եւ 1 տարվա ուղևորափոխադրումը արդեն միասնական տոմսային համակարգով կտա լիարժեք հնարավորություն գաղափար կազմելու մասին, օբյեկտիվ ինքնարժեքի մասին։ Միայն այդ պարագայում է հնարավոր հիմք ընդունել որևիցե հաշվարկ եւ ունենալ արդեն օբյեկտիվ ինքնարժեք։ Իսկ քանի որ բոյկոտը շարունակվում է, իրենց թվաբանությունը շարունակում է կրկին մնալ ոչ իրական, դրա համար եթե կասեցումը ընդունվի, մարդիկ վերադառնան 100 դրամին, օբյեկտիվորեն կվերանա բոյկոտի անհրաժեշտությունը, միասնական տոմսայինով մարդիկ կվճարեն 100 դրամները եւ մենք կհասկանանք սեզոնային գործոնները հաշվի առնելով 1 տարվա ընթացքում, ասենք, ինչ ուղևորափոխադրում է լինում եւ ըստ այդմ արդեն առանց այդ թվի հնարավոր չի էլի իմանալ թե ինքնարժեքը որքան է։ Պարոն Սուքասյան, բայց ուղևորափոխադրության թվերի։ Ըստ էս ավականու իշխանական անդամները ինչպես կվարվեն, նրանք պատրաստ են ձեզ հետ քննարկել նախագիծը կամ կողմ քվեարկել։ Դե նախորդ երբ 17000 երևանցու ստորագրությունով նախագիծներ քննարկում, իրենք ուղղակի ճողոպեցին, իրենք ուղղակի հեռացան, իրենք խուսափեցին, իրենք փոքրոգություն ցուցաբերեցին։ Այս պարագայում այդուհանդերձ կլինի բանը քննարկումը, որովհետև հարցերի քննարկումից հետո էլ կա նաև հարց ու պատասխան, որը կանոնակարգով է նախատեսված, իրենք չեն կարող դուրս գալ գնալ եւ չվերադառնալ։ Վերաբերում է քվեարկելուն, մենք իշխանության ձայներին չենք էլ ապավինում, հուսանք, որ կոալիցիայից դուրս գտնվող բոլոր ավականներն էլ կմիավորվեն եւ հնարավոր կլինի ինչ-որ շահեկան պատկեր ստանալ։